Սիրելիներս, ողջույն, հուսով եմ բոլորդ լավ եք անցկացրել ձեր տոները, լավ եք դիմավորել ամանորը ու ձեզ մոտ ամեն ինչ լավ է։ Նկարում էինք մեր այս տարվա առաջին վլոգը Winter Park-ից, ձմեռային այգուց։ Երեխաներին խոստացել էինք, որ գալու ենք Սահադաշտ ու վերջապես այսօր ստացվեց, այսինքն մեզ օրվա համար ոչ մի պլան չունեինք, ամուսինը զանգ արեց, ասեց երեխեքին վերցնենք, երեկոյան գնանք Winter Park։ Ես էլ դեմ չէի, ոչ աշխատանքային է կարևոր ինձ համար։ Խոսքով եկել ենք շրջենք այստեղ, երեխեքն էլ կսահեն, լավ ժամանակ անցկացնեն, նոր կգնանք տուն։ Այստեղ ամեն ինչ շատ գեղեցիկ, լուսավորված, արդարված, Իրեննա պապայի հետ։ Ուսի Մարիամը։ Մենք դեռ մեր տան տոնածառը չենք հավաքել, երևի մյուս շաբաթ։ Դե միշտ սպասում ենք 9 տոմարով նոր տարին էլ անցնի, նոր կավարտենք զարդարանքները, նոր զարդարանքները կհավաքենք։ Տեսեք ինչ գեղեցիկ է ամեն ինչ։ Մանկական թիքատ է ստեղծել ձմեռ պապիկի տնակը։ Եկանք, քանի որ Իրենը միշտ ուզում էր Սանտայի մոտ մտնել, Մարիամը մտել է։ Չեմ հիշում քանի տարեկան էր, բայց ամեն դեպքում Մարիամի հետ մտել ենք, ինքը նույնիսկ չուզեցել մտնի, բայց քանի որ Իրենը շատ էր ուզում, վերցրել ենք տոմսեր Իրենի հետ, ես կմտնեմ Սանտայի մոտ։ Իսկ Մարիամը դահուկ կքշի։ Դահուկ է, չէ՞ Մարիամ։ Չէ, չմուշկ, չմուշկ, նա, չմուշկներ, Մարիամը չմուշկներ է կշել։ Իրենը կգնա Սանտայի հետ հանդիպման։ Չմուշկ են կշել։ Հա։ Եկել ենք տոմսերը վերցնենք։ Ասենք ուղիղ ու այս։ Հա, ուղիղ ու այս, գնում ենք չմուշկները վերցնելու։ Ուղիղ և աջ։ Չմուշկներ վերցնենք Իրենի ու Մարիամի համար։ Հուսով եմ Իրենի կհասցնի սայ, որովհետև 7:30-ից 8-ը փակվում են։ Քանի որ Իրենին էլ չմուշկներ վերցրեցինք ու դա ժամով է, 1 ժամ ժամանակ ունենք ու հիմա պետք է գնամ տեսնեմ Սանտայի մոտ մուտքը երբ է եւ եթե ըստ հերթականությամբ մերը հետաձգեն, որտեղ ինքը մի ժամ դեռ սահելու է, հուսով եմ կստացվի։ Այստեղ բավականին մարդը շատ է։ Մտածում եմ, որ տոներից հետո ավելի քիչ մարդ կլինի, բայց ասեմ ձեզ բավականին մարդը շատ է։ Եղևնին չեմ նկարել տոնածառը, տեսեք ինչքան սիրուն է զարդարված։ Շատ լավ ստացվեց, հերթի կտրոնը հետ հանձնեցի, երբ որ Իրենը կսահի կվերջացնի, կգանք նոր հերթի կտրոն կվերցնենք ու նոր կմտնենք Սանտայի մոտ, այդպես ավելի ճիշտ կլինի։ Այստեղ տոնածներ եմ տեսել, որ վաճառում են, այսինքն դեռ մուտքի մոտ մարդկանց ձեռքին էի տեսել։ Կվերցնեմ հիմա։ Միշտ ես ամուսինս կսպասենք, երեխեքը կսահեն, տոնածներ կուտենք։ Ավելի ճիշտ տոնածի, ռուսկի բիշկի նզվայացում։ Ինձ ամուսնուս էլ տաք շոկոլադ վերցրեցի, դոնացները վերցրեցի։ Գնամ տեսնեմ երեխեքը հագան իրենց չմուշկները թե չէ։ Այդպես։ Elekşi topşi. Apres koş, mi vrazi, mi vrazi. Mi vrazi, evet.
երեխեքը սահում են, մենք էլ մեր լակ շոկոլադ ենք վայելում։ Այրեմ ջան, ճիշտ ես քշում։ Տենը էլ չուզեց չմուշ քշի, թողեցինք Մարիամին մենակ, ինքը միայնակ ավելի ոնց որ լավ կանցկացնի, Իրենի հետ ոնց որ պատասխանատվությունը իր վրա էր, ավելի շատ զբաղվում էր նրանով, որ Իրենը չսայթակի չընկնի, իսկ ես Իրենը կգնանք, որ Իրենը այցելի ձմեր պապիկին, դեր։ Ես ամեն ինչի մեջ կարևորն է, որ երեխաները իրանց լավը զգան, երջանիկ զգան։ Իրեն թուշիկներ կարմրել են։ Ձմեր պապիկի նման։ Բաք ձմեր պապիկի նման։ Գնաց։ Ես իմ գանձը եկել ենք, պատրաստ ենք, որ բարձրանանք Սանտայի մոտ։ Ուրախ ես։ Նալում է հերթնա։ Ողջույն, բարի գալուս Սանտայի քաղաքական։ Շեքամ, Տուս, Սակոց են գանում։ Սակտուս, Վիտուս, Էլֆուս, իսկ իմ ավելի բարձր, Սանտուս, Վիտուս, Էլֆուս, բարձր ասում ենք, Սանտա, Մենք գեղեցիկ նկարվեցինք, հիմա գնում ենք Իրենի ու պապայի մոտ, չէ՞։ Մեր նկարները վերցրեցինք, մյուս նկարի մեջ ես էլ կամ ցույց կտամ։ Սա էլ մյուս նկարը։ Ինչ Սանտային էլ տեսանք, չէ, ասեցինք ստեսություն, բարով գնաս հետ։ Մարիամ, դու լավ դահուկներ, չմուշկներ, լավ քշեցիր։ Հա։ Վերջ, գնում ենք տուն։ Մեր այսօրվա զբոսանքը ավարտվեց։ Սիրելիներս, ոնց որ շաբաթը շարունակվում է, ու ես որոշել եմ մազերս խնա դնեմ, այսինքն հնդկական խնա եմ առել 2 հատ, ու հիմա գնում եմ գեղեցկության սրա։ Մազերը մուկ սև են, ես դրանք մի անգամ եմ ներկել 2019 թվականին, երբ Իրենը նոր էր ծնվել, իր ծնվելուց հետո այտենց ամբողջությամբ ներկածել չի եղել, բաց մոխրագույն, սենց ավելի շատ դեպի սպիտակին գնացող միլիռովկա է հավաքած եղել ու դրանից հետո ընդհանրապես չեմ ներկել, բայց քանի որ արդեն մի քանի հատ սպիտակ մազեր ունեմ, բայց այդ մազերից որակն է շատ ընկել, որոշեցի այդ հարցը խնայով լուծեմ, հուսով եմ կօգնի, 2 հատ խնա եմ գնել հնդկական, ինքը գույնել ունի, ճիշտն ասած, չնայած ես էլի խնա դրել եմ, անգույն չի եղել, չէ, գունավոր եղել, բայց ընդհանրապես ոչ մի գույն չի ստացել մազես, մա հետաքրքիր է, այս խնայից ինչ կլինի։ Այդ հիմիկվա մասին, այսօր երեկոյան որոշել էի հավաքել տոնածառը, բայց չգիտեմ կստացվի թե չէ, որտեվ ես մինչև մազերս ներկենք, այսինքն մինչև մազես խնա դնենք, հետ վերադառնամ տուն, երեկոյան հյուր ենք գնալու Քավորիս ընտանիքին, մի խոսքով, եթե ստացվեց կհավաքեմ, եթե ոչ, ուրեմն դեռ կմնա, բայց հուսով եմ կստացվի ու կհավաքեմ, որովհետև վաղն էլ զբաղված ենք, երեկոյան ընկերուներով հավաքվելու ենք, մեր ընկերներից մեկի ծննդյան օրը նշելու։ Մի խոսքով գնացի գեղեցկության սրա։
Ակնագնացել եմ մեկի մոտ, ասել եմ բանը։ Ես վերջացրեցի, չգիտեմ հիմա ավելի մութ է դրսում, այդ փոփոխությունը երևում է թե չէ, բայց ոնց որ սևը կոտրվել է ավելի ու կարևորը որ այն սպիտակները, որոնք ունեի այստեղ, էլ չունեմ այդ սպիտակները միջելուց կարմիր են դարձել։ Մի խոսքով, այսինքն մի քիչ էլ թարմացրեցինք ծայրերից, որտեղ ես վնասել էի, բայց որոշել եմ որ մազերս էլ կարճ չեմ կտրելու։ Ամեն դեպքում խնան ոչ միայն օգնում է մազերը ինչ-որ գույն ստանալու, կան նաև անգույն խնաներ, չէ, որոնք օգնում են մազարմատին, գլխամաշկին, ընդհանուր ինքը շատ լավ ու վերականգնող էֆեկտ ունի մազերի համար, այնպես որ խորհուրդ եմ տալիս։ Ես օրինակ հոտը շատ եմ սիրում խնայի, չգիտեմ, այս պայն էլ շատ ուժեղ գալիս եմ։ Չգիտեմ երևում է թե ոչ, բայց մազերս շատ գեղեցիկ եւ առողջ այսպեսի փայլուն տեսք ունեն, իսկ թվում է դրսում արևի ուղիղ լույսի տակ ավելի այդ առողջ փայլը կերևա, ու այն մի քանի սպիտակ մազը որ ունեի, դարձել են կարմիր։ Դրանք մոտ մի 4-5 մազ էին, երկու հատ էստեղ, մի քանի հատ էլ հետևում։ Մի խոսքով ես կողմ եմ այս տարբերակին, ավելի լավ է խնա, քան թե ներկել, որովհետև եթե սկսեցի ներկել, ինձ թվում է հաստատ սենց վնասելու եմ ավելի մազերս, բնական ճանապարհով կփորձենք պահպանել, իսկ հիմա եկել է ժամանակը, որ հավաքենք մեր ամանորյա տոնածառը, վերջապես, այս տարի շատ ուշ ստացվեց, ուղղակի ժամանակ չէի գտնում, սենց զբաղվածության մեջ ոչ մի կերպ չէի կարողանում ժամանակ գտնեի ու եղևնին հավաքենք տոնածառը, որ տունը նախապատրաստենք արդեն Մարիամի ծնունդին և հետևորդներիցս խոսք եմ տվել, որ Էջմիածնում նկարելու եմ իրենց փողոցը, ուղղակի ուզում եմ այնպես գնամ, որ լույս լինի, ցերեկով լինի, որ դուք էլ տեսնեք, միգուցե ձեր տունը գտնեք, շատ ուրախ կլինեմ, որ ինչ-որ հիշողությունով, ինչ-որ մի պահով կիսվեմ ձեզ հետ, դուք էլ ձեզ լավ զգաք հեռվից, երկար տարիներ եք եղել Հայաստանում, հաստատ կարոտած կլինեք, սիրով ձեզ համար կգնամ ու անպայման կնկարեմ, ես կոմենտում էլ գրել եմ, որ նկարելու եմ, իսկ հիմա գնանք տոնածառը հավաքենք, թե չէ եղերնը առանձին այնտեղ արդեն երևի սկսել է։ Ռեն, օգնում ես մամային։ Հա։ Այստեղ կլցնենք խաղալիքները, իսկ մնացած դեկորները ուրիշ տեղ կդնենք։ Սրանք ծաղիկները։ Շարունակենք ինքս։ Երջան։ Դուր։ Ապրի մաղջիկ։ Տոնածառը հավաքեցինք, մի քանի խաղալիք է մնացել վերևում, ամուսինս կհանի, մենք անցնենք այստեղ։ Այս իրենց տուփերի մեջ դնենք, որ մյուս տարի էլ գեղեցիկ օգտագործենք։ Հաջողության տարի։ Ընդեղ էլ ունենք եղևնիներ բերես, Երջան, այն մասում, գնա բեր։ Դեստեղ։ Այդ մյուսն էլ ես կողմից։ Ստեղ էլի բան կարանք տեղավորենք, չէ, երևի։ Օրինակ ես պոյիզդ։ Ահա, օրինակ գնացքը, հələ սիրունդիր։ Չես, որոնց գեղեցիկ լինի է, Երջան։ Այս մոմն էլ նենց դնենք, որ չփչանա ու չջարդվի, այո։
Գեղեցիկ տոնածառը այստեղ կտեղավորենք, որ անկարծ չփչանը։ Այսա ստոփով կպահենք։ Իսկ այս սրանք, քանի որ կերամիկայից են, այստեղ կդնեմ այս գեղեցիկ տուփի մեջ, որտեղ իմ Secret Santa-ն իմ նվերներ դրել, այս սրանով կպահենք։ Որոշել ենք Մարիամի ծննդյան անակնկալը մի օր շուտ անենք, ու հիմա գնում ենք, որ ինքը տեսնի իր անակնկալը։ Եկեք։ Բարև ձեզ։Ար, գնում ենք քո ծննդյան անակնկալի հետևից։ Պատրաստ ես։ Հա։ Աստեղա պապան ես խնդրում, հա, դե գնաց։ Գնա։ Ասա։ Էսի ավանցային բանը։ Ես մեջինն եմ, ոնց է։ Դրեց։ Ախում եմ, դուր։ Քիրկետնի լավ մի քիչ տանում ենք,ավոր տեղափոխենք ուրիշ անդակ։ Քեզ դուր է գալիս մար։ Հա, ուրախ ես։ Ինքը շատ Եկիցի ընդհատակներ կան ստեղ։ Ստեղ։ Այս մեկը ինչքան սիրուն է։ գործում ես, ինքը մի քիչ Այստեղ այսինչ սիրուն ջրային կրյաներ կան։ Շատ սիրուն։ Ովքեր ունեն շունիկներ, կենթանիներ, կարանկաներ չմիացնում այս խանութ ու ամեն ինչ կգտնեն իրանց կենթանիների համար։ Շատ լավ, բարեհամբույր սպասարկում, ամեն ինչ խնամք ձեր ընտանի կենթանիների համար, խաղալիքներ, կերամաններ, ամեն ինչ։ Իր փոխեցինք թութակի վանդակը, սա սիրուն է ավելի։ Հա։ Մի պահեմ։ Մար։ Տակին տանենք դու սիրնա չէ Մարիա։ Մենք կախիչին կարա կախվի գիտես։ Տարեդացե այսօր, տարեդացե այսօր, տարեդացե, տարեդացե, տարեդացե այսօր։ Տարեդարձե այսօր, տարեդարձե Այսօր, տարեդարձե, տարեդարձե, տարեդարձե այսօր։ Շնորհավոր ծնունդ Մարիամ ջան։ Չքսեք։ Վերցրու Մարիամ ջան։ Ծաղիկներ վերցրու։ Էսի հենց չի քնած։ Այ պաչին։ Չի քնել։ Սիրելիներս, շարունակելով իմ վլոգը ասեմ, որ այսօր ես անգլերենի A1 մակարդակի քննության եմ ու հիմա քննության եմ պատրաստվում։ Մոտ 1 ժամից սկսվի քննությունս։ Արդեն 3 ամիս է պարապում եմ անգլերեն։ Անչափ շնորհակալ եմ իմ ուսուցչուհուց, քդրական, բարի եմ, որ ամեն ձև ամեն ինչ անում է, որ ես հնարավորինս հեշտ ընկալեմ ամեն ինչ, ու այս ճանապարհը ինձ համար հեշտ լինի։
Սիրելիներս, ես իմ հետևորդներից Տիկին Լիզային խոստացել եմ, որ իրենց փողոցն եմ նկարելու, քանի որ ինքը երկար տարիներ ապրում է դրսում, Ամերիկայում, եթե չեմ սխալվում, ու չի եղել Հայաստանում, խոստացել եմ, որ նկարելու եմ իրենց փողոցը, ու հիմա ես ձեր փողոցում եմ, Տիկին Լիզա, այս կողմից ենք եկել, բայց եթե ճիշտ եմ հասկացել, ձեր տունը գինու գործարանի մոտ էր, ու այս փողոցի վերջը արդեն հասնում է գինու գործարանի մոտ։ Այդ կողմով կպտտվենք ու նաև ձեր դպրոցի կողքով կանցնենք, դուք էլ կտեսնեք, վերհիշեք ձեր երիտասարդությունը, ձեր անցած տարիները։ Գործարանի պատը, հիմա այս կողմից կպտտվենք ու արդեն երկրորդ դպրոցի կողմով էլ կանցնենք։ Սա էլ երկրորդ դպրոցը, որը Տիկին Լիզա այլևս միջնակարգ դպրոց չէ, այն ավագ դպրոց է ու այստեղ սովորում են 9-րդ եւ ավելի բարձր դասարանի երեխաներ։ Ինչ ենք անում մենք այսօր, այս պահին գնում ենք Մարիամի համար գիրք գնենք, քանի որ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրվա կապակցությամբ նրանք գիրքեր են նվիրելու միմյանց, ճիշտ է դեռևս հունվար ամիսն է, բայց ես սիրում եմ ամեն ինչ նախապես անեմ, որպեսզի այդ օրը ավելորդ չվազվզենք, եւ բացի այդ Իրենի համար տետր ենք գնելու, աշխատանքային տետր մաթեմատիկայի։ Չգիտեմ էլ ովքեր ունեն առաջի դասարանցիներ, խնդրում եմ կիսվեք ձեր կարծիքով այս առաջի դասարանի գրքերի, աշխատանքային տետրերի հետ կապված, ասեմ ձեզ, որ ինձ ընդհանրապես դուրս չեն գալիս ոչ գրքերը, հատկապես այբենարանները եւ ոչ էլ աշխատանքային տետրերը, բայց ինչ արած։ Մարիամի գիրքը վերցրեցինք, Իրենի աշխատանքային տետրերը վերցրեցինք, էլ ինչ ունենք այսօր անելու։ Այսօր հայոց բանակի օրն է ու իրականում շատ դժվար է տղամարդկանց համար նվեր ընտրելը։ Կանանց համար լիքը տարբերակներ կան, չէ՞, ինչ կարելի է նվիրել, գնել, բայց տղամարդկանց համար շատ դժվար է։ Իսկ քանի որ իմ ամուսինը ծովամթերքի սիրահար է, այսօր քրոջս տանը նշում ենք տղամարդկանց տոնը, իրանց ոնց որ ծովամթերք ենք հյուրասիրում։ Այսքանով այս վլոգս կավարտեմ, մի քիչ երկար տևեց, մի քիչ ուշ եմ տեղադրում, հուսով եմ ինձ կհասկանաք, լավ եղեք, լավ մնացեք, բոլորիդ շնորհակալություն եմ ուզում հայտնել ամանորյա բարեմաղթանքների համար, ձեզ էլ բարի դիտում եմ մաղթում։